Վարվում է կրակը անմար, եղեռնագույն է պատել երկիրը, 1,5 միլիոն հայ նետվեց անդնդախոր մահվան կիրճը, բայց հայրենիքը պահել է նրանց իր գրկում ամուր, մայրը տեսնում էր որդու արյունը, զավակի աչքի առաջ մորթում էին մորը, շնչակտուր հևալով վազում էր տատը, ուզում էր փրկել փոքրիկ թոռանը, անգամ պապը ձեր փորձում էր շտապել, իր հայրենիքը դահճից ազատել, հայ տղամարդը քաջ քայլում էր առաջ, փորձում էր փրկել ջահել կնոջն ու մանկանը նորածին, անմարդ կայնացած յաթաղանը որոշել էր վերացնել հայ ազգը, ջնջել մի ողջ պատմություն, հերքել իրականությունն ու տիրել աշխարհին, բոլորին ստիպել մոռանալ հային։ Սկսվեց դավը, անհնար էր հաղթել մահը, շատերը նետվեցին ջուրը, որ չտեսնեն թուրքի թուրը, շատերը սովամահ եղան, որ չզգան իրենց իսկ արյան համը, շատերն էլ իրենց ձեռքով իրենց կյանքն ընդհատեցին, որ այդ կյանքին վերջ չդնի թուրքի թաթը, Օսմանյան Թուրքյան, եղեռնագործ ու ցեղասպան, հային ներկեց եղեռնագույն, իր անունն էլ պսակեց ցեղասպան։ Սպանությունն ինքնին դատավճռի է արժանի, սպանողն էլ իր պատժի տերը պետք է լինի։ Թշնամին մեր դարավոր քարշ է գալիս մեր հետևից, ու սպասում է իր ոճիրների պատասխանին, բայց սպասել պետք չէ, նա կարժանանա հայի ապտակին, հային վայել չէ հանցանք գործել, չնայած ոխերի մի սպաներն այլևս հանցանք չէ, թուրքն անկարող է իր արժեքները պահպանել, նախնիների հիշատակը վառ պահել, վարվում է կրակը անմար, ծխում է խարույկն ու մեզ հիշեցնում, որ մենք եղեռնագույն ցեղ ենք, որ մեր պատմությունը կերտվել է ցավի մեջ թաթախված վրձնով, ու այդ ցավերը հոսում են մեր երակներում, վարար գետի նման, մեր աչքերում էլ արտացոլվում են հենց այդ վարար գետերը շունչառած, որտեղ և իրենց նետել են մեր մեծ պապերն ու տատերը եղեռնի օրերին։ Ու դեռ վարվում է կրակը անմար, և միշտ կվարվի այդ կրակը վառ, աշխարհին ցույց տալու համար, բախտը մեր անարդար, միշտ վեր կհառնի մեր պատմությունը դարեդար։